Ինչո՞, հարգելի գործընկերներ։ Ի վերջո ես այսօր առավոտը նստած եմ բանում ազգային ժողովի դահլիճում եւ նայում եմ, դա ինձ համար ասենք գիտեք ինչա, մի հատ sense բանի այն ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, հեսա ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդն բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, արա ես ինչ ասելու, ես ասենց բան, էլի, ասում է ժողովուրդն բյուջե են լցնում, հասեք։ Իրաց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է։ Ի վերջո պետք է հասկանաք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանենսկի վրա այդ խաբար էլ չի լինելու, որովհետև լույս էլ չի լինելու, որ պատուհանից տենաս 2 հոգով էին, թե 3 հոգով էին, հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա ինչ ա եղել։ Դնենք չի, որ այսօր մեր ոստիկանությունը կամ պետական կառավարման համակարգը բանա, կատարյալ աշխատում, բայց այդ թվում են պայմաններով, որ տասնյակ տարիներով փոխանակ բյուջե լցնեն, իրանք ջեբերն են լսել, ոստիկաններին էլ ասել են, դե գնացեք, դե կանաչի մանաչի ծախող կա, տեսեք ինչ է կանում։